Վերջերս հաճախ եմ հանդիպում, թե ինչպես է Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում 3 նախագաների փոխարեն ինքը ներկայանա բանավեճին։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը շատ համառորեն ուզում է, որ 3 նախագաներն իջնեն իր մակարդակին։ Եվ դա հիշեցնում է մի հայտնի առակ։ Անտառում վիճում են Էշն ու Վագրը։ Էշն ասում է խոտը կապույտ է, Վագրն ասում է չէ, խոտը կանաչ է։ Եվ երբ վեճը շատ է թեժանում, Էշն առաջարկում է, որ հարցի իրական պատասխանն իմանալու համար պետք է գնան արքայի մոտ։ Նրանք մոտենում են առյուծին, եւ Էշն առաջինն ասում է. «Արքա, Վագրն ինձ ասում է, թե խոտը կանաչ է, բայց ես հո գիտեմ, որ այն կապույտ է»։ Եվ առյուծն ասում է. «Այո, Էշ, խոտը կապույտ է»։ Դու ազատ ես։ Երբ Էշը գնում է, Վագրը թեքվում է դեպի առյուծին եւ ասում. «Արքա, բայց ինչու նրան ասացիր, որ խոտը կապույտ է, չէ՞ որ խոտը կանաչ է»։ Ասեց. «Լսիր, որովհետև դու, լինելով անտառի լավագույն գիշատիչը, քո խելքը դրել ես Էշի հետ։ Այնպես որ, եթե 3 նախագաները, լինելով քաղաքականության մեջ լավագույն, քաղաքականապես հասուն նախագաներ, չեն իջնում Նիկոլ Փաշինյանի մակարդակին, կարծում եմ, պարոն Աշոտյանն էլ ունի մտածելու տեղիք։ Լավ եղեք, հաջորդ առակը շատ չի ուշանա»։